չարու վերջը բարի սկիզբն է։ Որտեղ որ ավարտվում է չարը, սկսվում է բարին։ Որտեղ որ ավարտվում է բարին, սկսվում է չարը։ Այս պատմությունը եղավ դրախտում։ Հենց բարին ավարտվեց, սկսեց չարը։ Այսինքն երբ որ Ադամը կերավ արգելված պտղից, ավարտվեց բարին, սկսվեց չարը։ Եվ այդ պատմությունը շարունակվում է այսօր կյանքում։ Հենց մենք դադարում ենք բարին գործել, առ Աստված գնալ, մարդը չեզոք վիճակում չի կարող լինել, չի կարող ոչ չար լինել, ոչ բարի լինել, կամ չար պետք է լինի, կամ բարի պետք է լինի։ Չոզոք վիճակ չկա մարդու կյանքում, եւ չեզոք ընթացք անգամ չկա։ Մարդը կամ դեպի չարը պետք է գնա, կամ դեպի բարին պետք է գնա։ Կանգնած վիճակ չկա, եւ ընդհանրապես այս աշխարհում կյանքը ընթացքի մեջ է։ Ժամանակն էլ չի կանգնում։ Գիշերը փոխարինում է ցերեկին։ Հարստությունը փոխարինում է աղքատությանը։ Աղքատությունը փոխարինում է հարստության։ Առողջությունը փոխարինում է հիվանդության։ Հիվանդությունը փոխարինում է առողջության։ Երիտասարդությունը փոխարինում է ծերության, եւ ծերունի գնում է մահվան։ Այսինքն ամեն ինչ այս կյանքում փոփոխական է։ Եվ քանի որ փոփոխական է, մենք պետք է հաստատուն կայուն լինենք։ Միայն Աստված է անփոփոխ, որ երբեք չի փոփոխվում։ Մենք միշտ փոփոխվում ենք։ Ինչու համար մենք պետք է երբեմն փախչենք աշխարհից։ Որտեղ պետք է փախչենք։ Աստծո մոտ պետք է գնանք։ Որտեղ չարի վերջը բարին է։ Երբ որ մենք աշխարհից փախչում ենք, այսինքն երբ որ մենք աշխարհում չենք կարողանում բարու մեջ գտնվել, այդ պատճառով ենք մենք աշխարհից փախչում, որ չարից փրկվենք, հասնենք բարուն, Եվ եթե մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք չարից փախչելով բարուն հասնել եւ օգնել մյուսներին, որ չարից փախչեն բարու մեջ հայտնվեն, այդ ժամանակ կարող ենք մենք ձեռք մեկնել եւ մյուսներին էլ բարձրացնել։ Բժիշկ բժշկիր ինքդ քեզ, եթե դու ինքդ քեզ չես բժշկել, ուրիշներին ինչպես կարող ես բժշկել։ Ուրեմն երբեմն անհրաժեշտ է փախչել այս աղջարից, որովհետև մենք ապահովագրված չենք, որ մեղքի մեջ չենք ընկնի, որովհետև Պետրոս Առաքյալն ասում է, սատանան առյուծին պես մռնչում է, փնտրում է թե ում կուլ տա, եւ միշտ դարաններ կամ որոգայթներ կամ թակարդներ է լարում մեր շուրջը, չարը, նախ մեր մտքի վրա, մեր սրտի եւ մեր մարմնի մեջ։ Մեղքի երեք աստիճան ունի, միտք, սիրտ, մարմին։ Մտքից սկսում է սրտում հղանում, մարմնում ծնում։ Եվ եթե մենք ուզում ենք ազատագրվել, անպայման պետք է չարից փախչենք, որտեվ չենք կարող չարի մեջ լինելով բարուն հասնել, տես բան չկա։ Չարից փախչենք, որ հասնենք բարուն։ Եվ բնականաբար եկեղեցին եւ ավետարանը։